Հապետյան, արդյոք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չի խոսում այն հանգամանքը, որ պարգևավճարներ են սահմանվում արդեն պետական օրինական ճանապարհով, այս մասին օրինակ օրերս փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ կա կոռուպցիա, այն ավելին բարձրագույն կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, նկատի ունենալով բաժանված շատ բարձր պարգևավճարներ։ Դուք այստեղ կոռուպցիոն ռիսկ է տեսնում եք, թե սա Ռիսկ չի։ Ես հարցին պատասխանելով ասեմ, որ պարգևավճարների հետ կապված բազմաթիվ անգամներ պարզաբանումներ տրվել են, թվում նաև վարչապետ, խնդրում եմ մի ընդհատեք, ես խոսքը իմ տրված պարզաբանման մասին չի, ես նշում եմ, որ պարզաբանումներ տրվել են, թվում նաև քաղաքական իշխանության ղեկավարության կողմից, ես որպես իրավաբան ձեզ կարող եմ ասել, որ մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակում, երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա քրեական օրենսգրքի։ Բայց խնդրահարույց է նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել պաշտոնյաներին, այդ դեպքում նաև խնդրահարույց է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է շատ բարձր լինում։ Օրինակ բաժինների, ավագ մասնագետների բավականին ցածր պարգևավճար։ Այստեղ է կոռուպցիա չկա, այսինքն ինչպես է բաժանվում այդ պարգևավճարները։ Ես բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատալոգականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված process է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ Անհապետյան ներողություն էլի։ Մենք այդ որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված չենք, որպես առանձին մարմին եւ այս մասով որևէ բան չեմ կարող ասել։ Պարոն Ժողովուրդ հերթով մի հատ Իմ հարցին կպատասխանեք դուք անձամբ ստացել եք պարգևավճար։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են ու առաջիկայում երբ որ մենք ներկայացնենք նաև հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում նաև ես ստացել եմ եւ կհայտարարեմ բարձ հասանելի կտեսնեք այդ ամենը։ Անհապետյան ձեր հասկացա, որ շատ գոհ եք ձեր աշխատանքից ինքներդ գոնե եւ դա կարող է ղեկավարությունն օգնել ձեզանից, բայց արդյոք կոմիտեի աշխատանքը արդարացրել է հանրության սպասումները, ինչ որ սպասում էին ձեզանից, որովհետև դուք մի կառույց եք, որ նախ հանրության սպասումները պիտի արդարացնի։ Ես հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա աշխատանքը գնահատել եմ դրական, բայց որպեսզի գնահատենք լավ, կամ գերազանց, այդ առումով մենք ամենօրյա ռեժիմով մեծ աշխատանք ենք կատարում եւ խնդիրները, որոնք որ մեր առջև ծառացած են, փորձում ենք լուծել ամենօրյա ռեժիմով, որպեսզի արդյունքում հասնենք այն աստիճանին, այն մակարդակին, որը մեզ թույլ կտա ասել, որ իրականում մենք մեր կառույցի աշխատանքներից գոհ ենք։ Անհապետյան, հիմա այդ անգլերենի դասընթացների հետ կապված, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը հայտարարել է, դուք սպասում եք, որ ինչ-որ մեկը հաղորդում տա, թե այնուհանդերձ կուսումնասիրեք, ինչպես նաև ընդդիմադիրների հետ ուսման վարձերը վճարելու հետ կապված, մարզպետի օգնություն բաժանելու հետ կապված, պետք է անպայման լինի հաղորդում, որ դա ուսումնասիրեք, թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն հիմա ունի ինչ-որ նախաձեռնած գործեր, եւ մեկ հարցել տեսեք, որ ասում է այդքան պարգևավճար, իրականում դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է, եւ այդ բարձրացումը եղել է առանց բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի փոփոխության։ Սա արդյոք խնդրահարույց չէ, որ մեկ որոշմամբ է այդ բարձրացումը եղել, որովհետեւ օրենքում փոփոխությունները պետք է լիներ ազգային ժողովով նախագահի կողմից վավերացմամբ։ Այստեղ դուք խնդիր տեսնում եք, թե ոչ։ Դուք ինքներդ որակում եք տալիս, որ դա եղել է աշխատավարձի Դա ազգային բարձրացում։ ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ինձ այդ հարցազրույցում ասել, որ դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է։ Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Սիմոնյանի ասածները, բայց ամեն դեպքում ես գիտեմ, որ սա պարգևավճար է
պարգևաբաժարի համար կա սահմանված կարգ, կառավարության որոշում, սահմանված կարգով հաշվի առնելով նաև կատարողականը պարգևաբաժարները տրվել են։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն առանց հաղորդման կարող է պրոցեսներ սկսել, այո, կարող է պրոցեսներ սկսել օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, ձեր նշած մի շարք դեպքերում, բայց հիմա այս բանին չեմ կոնկրետացնի եւ չեմ մասնավորեցնի, թե որ դեպքերում մենք մեր օպերատիվ ստորաբաժանումներում սկսել ենք ստուգողական գործողություններ։ Չեմ ասում, քանի որ դա իրենից ենթադրում է նաեւ գաղտնի ընթացակարգ, եթե խոսում ենք օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների աշխատանքի մասին, դա իրենից ենթադրում է գաղտնի process, գաղտնի ընթացակարգ, որը երբ որ հասնի իր տրամաբանական ավարտին եւ մենք ունենանք արդեն նախաձեռնված քրեական վարույթ, ապա այդ մասին հանրությունը կիրազեկվի։